Գևորգ Վազելյանը ինչպես բոլորիս հայտնի է Գևորգ Չաուշը ծնվել է 1870 թվականին Սասունի մտնենք գյուղում։ Վաղ տարիքից մտահոգված է եղել հայ ազգի ճակատագրով։ 14 տարեկանում տեսնելով ինչպես են մի քանի քրդեր հայ գյուղացիներին քարանում, վերցնում է քարերը եւ շպրտում նրանց վրա։ Տոնեվածը աշխար մահվան Գևորգին, Սասնո հարազատ անուն մեծ քաջի։ Ուսման անցելով մշահառաքելոց բանկում լսում է Արաբոյի մասին պատմություններ, ոգևորվելով ցանկանում է միանալ նրա ջոկատին։ Սակայն Արաբոն պատճառաբանում է ասելով երիտասարդ է եւ չի ընդունում։ Սակայն հետագայում նրա ամրոթում կամք տեսնելով որոշում է, որ Գևորգ Չաուշը պետք է միանա իր խմբին։ Նրա զինակից ընկերները եղել են Անդրանիկ Օզանյանը, Սերո Պապկյուրը, Հրայր Դժոխքը եւ շատ ու շատ քաջ մարդիկներ։ Գևորգ Չաուշի կինը Եղսոն հարսանիքի օրը ատրճանակ է նվեր ստանում, իսկ Չաուշն այդ առիթով պատգամում է կնոջը։ Որոտաց Գևորգ անիրավ դուշման, երկրորդ կյանքդ առնեմ շատ էժան։ 1891 թվականից սկսած Գևորգ Չաուշն իր զինակից ընկերների հետ մասնակցել է մի շարք ազատագրական շարժումների։ 1894 թվական Սասունի ապստամբություն, 1901 թվական Առաքելոց վանքի կռիվ, 1904 թվական Սասունի ապստամբություն, 1907 թվականին ճիշտ այսօրը մայիսի 27-ին զոհվում է Գևորգ Չաուշը Սուլուխի ծանր մարտերում։ Աշնակցիները նրա պատվին կառուցում են տուն-թանգարան 1980-ական թվականներին։ Այստեղ պահվում են Սասունից բերված իրեր, որոնցից նշանավորը Գևորգ Չաուշի տան պատերի կտորներն են։ Միշտ մեկով հաղթեց թուրքի հազարի, Կարվեց սավանվախ վարեժ նուրկացքին, Միշտ մեկով հաղթեց թուրքի հազարի։ Նյութի հեղինակ Ալլա Մանուկյան։